բավականին լուրջ խնդիրներ ունի։ Բարգավաճ Հայաստանը 15 թվականի փետրվարի 12-ից հետո, երբ որ արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մեծ քաղաքականությունից դուրս է գալիս, փակում է այդ էջը, բավականին անհասկանալի վիճակում էր հայտնվել եւ ինչ կարող էր լինել հիմա, եթե հանկարծ նորից Ծառուկյանը չհայտարարեր, որ ինքը վերադառնում է մեծ քաղաքականություն եւ մասնակցելու է ընտրություններին։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում նրա վարկանիշը ըստ էության անկում չի ապրել, անձնական վարկանիշ, որտեղ եթե Գագիկ Ծառուկյանը չհայտարարեր իր վերադարձի մասին, ապա նույն ծանրության մեջ կհայտնվեր նաեւ Բարգավաճ Հայաստանի կուսակցությունը։ Իսկ Կարոն Ծառուկյանի վերադարձով կուսակցությունը ստանում է հնարավորություններ կարողանալ բոլոր մարզերում ունենալ այն ուրեմն պահանջներին համապատասխան ձևավորված ընտրացուցակները ռեյտինգային եւ նաեւ համամասնականով ընդհանրական ցուցակ եւ բավականին լուրջ ուրեմն մրցակցություն կարող է ցուցաբերել Հայաստանի իշխող քաղաքական ուժին հանրապետական կուսակցության։ Բայց ոնց կձևավորվի Գագիկ Ծառուկյան դաշինքը, սա շատ կարևոր հարց է, որտեղ ըստ էության հասարակության մեջ կան տրամադրություններ, որ Գագիկ Ծառուկյանը անձնապես որպես մարդ մեծ բարերար է, մարդ, որը որոշակի աշխատանքներ կատարել է նույնիսկ 15 թվականի փետրվարի 12-ից հետո, այսինքն կարողացել է շարունակել իր բարեգործությունը ավելի մեծ ծրագրերով, կարողացել է հաղորդում հասնել դրան, որ Հայաստան օլիմպիական խաղերում ունեցավ եւ ոսկի եւ արծաթ, չնայած կարող էր ունենալ 2 ոսկի արծաթ, եթե հաջողություն արձանագրեց, նա նաեւ ցույց տվեց, որ ինքը կարողանում է նույնիսկ այն պարագայում, երբ իր նկատմամբ եղել է ոչ արդարացի մոտեցում, ինքը իր վերաբերմունքը իշխող քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչների, այդ թվում նաև հանրապետության նախագահի նկատմամբ չվատացրեց, այլ ընդհակառակ այդ ընթացքում գտնվեցին շատ լավ մարդկային հարաբերությունների։ Հիմա շատ կարևոր է, շատ հայտնի է, շատ կարևոր է, թե Գագիկ Ծառուկյանը ինչ ուժերով կգնա ընտրությունների։ Եթե վերջնական որևէ մեկը որևէ հստակ խոսք չի ասել, իսկ դաշինքների մասին, որ ասում եք, էլի հստակ չի, բոլոր տեղերում տեղի են ունենում խմորումներ, շատ կարևոր է, թե պարոն Ծառուկյանը ում կընդգրկի դաշինքի մեջ։